Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում եկեղեցու դեմ տարվող իշխանության կողմից հակաքարոզը կամ թիրախավորումը դուք կիսում եք բոլոր այն գրառումները եւ լեքսիկոնը, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է հայոց եկեղեցուն։ Ձեր հարցադրումը ի սկզբանե սխալ է։ Եկեղեցու դեմ որևէ հակաքարոզ չի արվում եւ եկեղեցին որևէ կերպ չի թիրախավորվում։ Եկեղեցականներ կան, ովքեր որ խախտել են այդ կանոնագրքերի պահանջները եւ ցանկացած հայ առաքելական եկեղեցու հետևորդի հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ որպես նաեւ ես կիսում եմ այն գործընթացների քաղաքական պատասխանատվությունը, որ իրականացնում է հանրապետության վարչապետը։ Պարոն Պետրոսյան, կասեք այս հեղաշրջման պլանը, որ այսպես հրապարակվեց, նաեւ իրավապահներն են արդեն դրան ընթացք տալիս, ինչի մասին է խոսքը, եթե մանրամասներ գիտեք եւ պարոն Ավինյանը քիչ առաջ հայտարարեց, որ վերջին տարիներին պարբերաբար նման փորձեր են եղել, բայց չկան պատասխանատվության ենթարկվածներ։ Սա արդյոք չի հանրային հանրության շրջանում չի առաջացնում կասկածներ կամ հիմնավոր չեն են արձագանքները, որ հիմական թե հենց իշխանությունն է այսպիսի բաները նախապատրաստում եւ նետում դաշտ, հանրային դաշտ։ Ձեր մատանշած պլանից ես տեղյակ եմ այնքանով, որքանով որ մամուլով է տարածվել այդ տեղեկատվությունը, ավելին չեմ կարող որևէ մեկնաբանել, բայց պարոն Ավինյանը չգիտեմ ինչ կոնտեքստում ասել, բայց ես կարող եմ մատնանշել բազմաթիվ քրեական հեղաշրջման փորձեր։ Հեղաշրջման կամ քաղաքական նպատակներով որոշակի հաշվեհարդարների, հաշվարկների կամ քաղաքական շարժման փողի տակ քրեիրավական գնահատականի ենթակա գործընթացներով այդ գործերով նաև այս պահին ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կան։ Այդ թվում է անցյալ տարի օրինակ ազգային անվտանգության ծառը։ Հիմա դուք հարցի պատասխանը չեք լսում, ուզում եք հաջորդ հարցը տաք։ Եթե հետաքրքիր չէ։ Մի հատ բան ճիշտ է։ Անցյալ տարի ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ-երկու նմանատիպ դեպք բացահայտեց, պաշտոնական հաղորդագրություններ եղավ եւ ես որևէ հիմք չունեմ չվստահել։ Դատական բաները որտեղ են։ Այո, կարծեմ այդպես էր կոչվում։ Դատական որոշումներ չկան, որտեղ դատական իշխանության գործունեությունը ես որևէ կերպ լիազորված չեմ մեկնաբանում, ինքս գործադիր իշխանության Իշխան Սաղաթելյանն է արձագանքել այ հաշվման փորձին կներես էլի։ Նաև ասում է այս իրավիճակում դաշտի բոլոր իրական դիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով առանց էմոցիաների ընտրվելու իրականացնեն ազգային դիմադրություն կազմակերպման աշխատանքները տեղի չտալով որևէ ճնշում իշխանության կողմից։ Սա ինչպես կմեկնաբանեք Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունը։ Ազգային դիմադրություն ազգային պետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության հայկական պետականության նկատմամբ այդ հայտարարությանը ծանոթ չեմ ճիշտ ասած, բայց ձեր ցիտելուց ճիշտ ասած չհասկացա խոսքը ինչի մասն է։ Բայց պետք է հույզերին չտրվենք, պետք է մեր պլանավորածը առաջ տանենք, ի՞նչ նկատի ունեք։ Դե այդ պլանավորածի մեջ կան նաև սահմանադրական կարգի դեմ ինչ-որ նպատակաուղղված գործընթացներ կամ հենց հեղաշրջման փորձ, բնականաբար ես վստահ եմ, որ մեր ուժային կառույցները պետք է օրենքի ոչխստությամբ հակազդեն այդ գործընթացներին։ Եթե խոսքը գնում է քաղաքական գործընթացների մասին, ապա ինքս զուտ որպես քաղաքական գործիչ ողջունում եմ ցանկացած տեսակի առողջ քաղաքական մրցակցություն, բանավեճի արդյունքում բնականաբար պետք է ծնվի ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը վերաբերի մեր պետականության անվտանգությանը, պետության ամրապնդմանը։ Դուք հավատում եք, պարոն Պետրոսյան, այս պլանին, Ինչ պլանին։ որ հրապարակվել է հեղաշրջման։ Պլանին հավատալ ինչ կոնտեքստում եք հարցում չհասկացա։ Որ նման բան է իսկապես նախատեսվում կամ քննարկվել է, այն ինչ գրված է իրագործվեր օրինակ։ Լրատվամիջոցում չէ, իսկ Դե առաջինը աղբյուրը դա է։ Հա, լրատվամիջոցը դա լուսաբանող այդ գործիքն է, բայց մենք չգիտենք դրա ծագումը որտեղից է, ինչ խողովակներով է արտահոսք եղել, բայց առնվազն դրա բովանդակությանը ծանոթանալով ես բավականին լուրջ եմ վերաբերում դրան ու այո, իմ անձնական կարծիքն է, որ կարող է դա լինել այնպիսի մի պլանի մաս, որ Հայաստանում հեղաշրջում տեղի ունենար որոշ ուժերի ուժային կենտրոնների ձեռամբ։ Պարոն Պետրոսյան, իսկացիք կներշորջան, քաղաքական նպատակներով հաշվեհարդար։ Արդյոք քաղաքական նպատակներով հաշվեհարդար չէր Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Քաղաքական նպատակներով հաշվեհարդար չէր այդ կալանավորումը, քանի որ հակասահմանադրական կոչեր է հնչել եւ իշխանությունը յուրացնելու մասին է խոսքը։ Մեր իրավապահ համակարգի
տված հաղորդագրության մեջ հստակ իրավական ձևակերպումները կարող եք ծանոթանալ։ Եթե ուզում եք այս քաղաքական մեկնաբանություն անեմ, ապա ինձ համար առնվազն տարօրինակ է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսևորելով այն օրակարգը, որ այսօր փորձում է առաջ մղել պարոն Կարապետյանը, 4 տարի արդեն Հայաստանի ներքաղաքական դաշտին հուզում է, բայց հենց այսօր այդ մասին սկսեց խոսել, ընդ որում այս ընթացքում որքանով որ ես եմ տեղյակ, ինքը բազմաթիվ անգամ Հայաստան է այցելել եւ երբևէ նման մտահոգություն չի հնչեցրել, նաեւ որոշակի շփումներ ունեցել մեր քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր միջոցառումների, տարբեր ձեռնարկների, տարբեր ներդրումային ծրագրերի շրջանակներում եւ միայն այսօր մեր հայրենակիցը հասկացավ կամ արձանագրեց, որ Հայաստանում խնդիր կա ներքաղաքական։ Դա արհեստական է։ Այդ դեպքում երբ դուք հասկացաք, որ նրանից խնդիր կա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում էր, եկեք ծափ տանք, թեկուզ նրա համար, որ Սամվել Կարապետյանը 1 դրամ է ներդրում։ Ցանկացած ներդրող, ով Հայաստանի Հանրապետություն ներդրում է կատարում, անկախ ես պատրաստակամ եմ ծափ տալու։ Բայց երբ այդ ներդրումները փորձում են ծառայեցնել քաղաքական ինչ-ինչ նպատակներին, այդ թվում նաև խարխլելով սահմանադրական կարգը, քաղաքական արտաքին կողմնորոշումների վրա ներազդեցություն գործելով, այսպես ասած, ապօրինի միջոցներով, ապա դա ինձ համար եւս դատապարտելի է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեծը պետականացնելու ծրագիրը պատրաստ է եւ առաջիկայում կլինեն նաեւ գործնական քայլեր։ Արդյոք սա Բարդության այսօրվա նիստում քննարկվել է, որովհետեւ նաեւ տարածքային կառավարություն։ Չէ, պարոն Պետրոսյան, ոնց է սա իրականացվելու կմատնանշի գործողություն։ Ինչ օրենքների։ Օրենքով սահմանված կարգով։ Ես չեմ կարող հիմա պետությունը պատրաստվում է, կառավարությունը պատրաստվում է փոխհատուցում տրամադրել։ Ես այսպես ասեմ, ես ի պաշտոնե ասեմ, ավելի քան 3 տարի ղեկավարում եմ պետական վերահսկողական ծառայությունը եւ կարող եմ մատնանշել 1 տասնյակից ավելի համակարգային լուրջ խնդիրներ հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում, ովքեր որ բախվել են հեծի կառավարման արդյունավետությունը եւ բազմաթիվ եւ վնասներ են կրել եւ հոգեմաշ են եղել ամիսներով ու տարիներով այդ պայմանագրային պարտավորությունից բխող ծառայությունների, այո, հանրային եւ պետական շահերից բացառապես փոխհատուցում տրվել է գործարարին։ Հեծի պետականացման գործընթացի մասով ես դեռևս տարիներ առաջ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ քաղաքական գործիչ մտածել եմ, որ տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն բնական մենաշնորհներ եւ ուղիղ ազդում են մեր քաղաքացու կյանքի որակի եւ ֆինանսական, սոցիալական, սոցիալ-մշակութային առումով ես կողմնակից եմ, որպես դրանք լինեն պետական կամ առնվազն պետական մասնաբաժնով ու պետությունը այդտեղ մասնակցություն ունենա։ Գործարարին վճարվելու Չեք թողում նախադասությունը ավարտեմ։ Չեք թողում նախադասությունը ավարտեմ։ Գործարարին վճարվելու է փոխհատուցում։ Եթե օրենքով խոսվում է օրենքի եւ այո, ես ձեզ երաշխավորում եմ, որ օրենքով նախատեսված ընթացակարգերը, եթե ենթադրում են գործարին փոխհատուցում, եթե չէ դուք ասեք, այդպես է լինելու։ Ես չեմ կարող ասել ինչ պլանը որ պատրաստ է դրա համար եմ Ես այդ պլանին ծանոթ չեմ, անկեղծ ասած, ի պաշտոն էլ ծանոթ չեմ։ Պարոն Պետրոսյան, Այդ խնդիրը, ասենց ասեմ, ես բարձրաձայնեցի նաև ի պաշտոն է, որ ականատես եմ եղել եւ մեր, այսպես ասած, վերահսկողության շրջանակներում տասնյակ նմանատիպ դեպքերով ենք զբաղվել, իհարկե բխեցնելով տարածքային կառավարման եւ կառուցվածքների նախարարության լիազորությունից, որտեղ այդ ոլորտի այո, էներգետիկայի ոլորտի քաղաքականություն մշակում իրացնում եւ այդ թվում նաեւ բնական մենաշնորհ կրող տրանսնացիոնալ ընկերությունների հետ կամ տեղական ռեզիդենտ ընկերությունների հետ աշխատանքը համադրում է տկենը։ Տկենի լիազորից բխող վերահսկողության արդյունքներով եմ դա այս արձանագրում, բայց թե ինչ իրավակարգավորումներ է դա իրականացնելու, ես վստահ եմ, որ օրենքի տառից չի շեղվելու, քանի որ խոսքը իրավական պետության գործիքակազմերի մասին է եւ ավելին ասեմ, նախաձեռնությունը նաեւ պետականացնելու գործընթացի բխում է քաղաքացիական պայմանագրի խմբակցության ուրեմն նախաձեռնությունից եւ պարլամենտական նախաձեռնություն է դա լինելու։ Իրապես ժողով չան էլի, պարոն Պետրոսյան, դուք որպես հեղափոխական ուժի ներկայացուցիչ, որի համար մարտը բացարձակ արժեք էր, խոնարհվում էիք, համբուրում էիք, ծափահարում էիք, հպարտանում էիք, ձեզ համար ընդունելի եւ ընկալելի է, որ կարող է իշխանությանը պատկանող լրատվամիջոցը հրապարակել քաղաքացու մասին քաղաքացու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ, SMS հաղորդագրություններ, դուք հաշտեք այդ ամեն ինչի հետ, թե այսպիսով
այնուհանդերձ շեղվել եք ձեր սկզբունքներից։ Ինձ համար կան վարք ու կանոնի չգրված օրենքներ, բարոյականության նորմերի եւ համակեցության կանոնների։ Ես ինքս հաշ չեմ կարմիր գծեր հատելու, բայց նաեւ պետք է հասկանանք, որ դեպքեր կան, երբ չեմ ասի պետք է հատել, բայց քաղաքական կոնյունկտուրան, այդ թվում նաեւ իրավական գործընթացները բավական չեն լինում իրերի դրված ամբողջությամբ պարզորոշ ի ցույց դնելու եւ գուցե նաեւ այդ նպատակով է այդպես վարվում, բայց այդ գործընթացներին ես որևէ կերպ թե քաղաքական, թե կառավարչական, թե ի պաշտոն է որևէ արժություն չունեմ Ընդունելի է հարգել։ ձեզ համար, որ մարդու անձնական կյանք են մտնում, այսինքն գնեք այդ մարդը հրապարակավ հանրապետության հրապարակում ոչ մի բան չէր արել, չաթ էր ունեցել եւ իշխանությունը այդ SMS հաղորդագրությունները հրապարակում է։ Եթե ոչ, վարչապետի քննադատելու համար չէ, խնդրում չմանիպուլացնենք։ Եթե քաղաքական գործ չի, հանրային գործ չի, նաև բարևարկության հստակ կոդեքս գոյություն ունի, այդ թվում նաև հանրային ծառայության մասին օրենքով որոշակի սահմանված, այդ թվում նաև հենց համակեցության չգրված կանոններով, բայց եթե տվյալ գործ չի, անձնական կյանքը կարող է անդրադառնալ ամբողջ թիմի հեղինակության, պետական կառավարման որոշակի ոլորտների անվտանգային առումով նաև որոշակի ռիսկեր առաջացնել, այդ թվում ռեպուտացիոն ռիսկեր առաջացնել քաղաքական թիմի համար, որի ներկայացն է տվյալ անձը, ապա տվյալ անձը պետք է այդտեղ զիջի ու թե արդեն իր անձնական կյանքը, եթե տեսանել է դարձել բոլորին, ապա պետք է նաև նախ եւ առաջ համակեցության կանոնների խախտման այդ նախադեպը նաև իր մեջ փնտրի, պատճառը իր մեջ փնտրի։ Ավելին չեմ ուզում այդ հարցով անդրադառնալ։ Չէ, նման սովորություն չկա ԿՊ-ի մեջ մտնել։ Ես խնդրում եմ նման հայտարարություններ չանեք։ Այս մի քահանայի դեպքը Վերջին հարցը տվեք շտապ։ Սա ինչու է այսպես դարձել ԿՊ-ի համար սովորական սրա նրա հեռախոսի մեջ մտնել եւ նրանց անձնական ինտիմ կյանքը հանել դարձնել հանրային սեփականություն։ Ես չգիտեմ դուք ինչի մասնակ ասում դեպքը քահանայի դեպքը։ Ես կլինի Հովիկ Աղազարյանը եւ քահանայի դեպքերով որևէ մեկնաբանություն չունեմ, ես ասացի, ես ունեմ իմ վարք ու կանոններն ու իմ ընկալումները։ Պարոն Պետրոսյան, այդ հեծի գործընթացների մասով կա նախնական ինչ-որ ժամկետներ, որի ընթացքում արդեն պետք է process-ը, այսպես ասենք, հասցվի իր հանգուցալուծմանը։ Սահմանված որևէ ժամկետ չկա, դա օրգանիկ process է եւ նախաձեռնությունը, որ խմբակցությունն է դրսեւորելու, արդեն որոշակի ընթացակարգեր է ենթադրում։ Ես կարծում եմ, որ որևէ կերպ սահմանափակելու կամ շտապելու այսպես ասած հրամայական չկա, բայց կա արդյունավետ անշեղորեն օրենքի եւ նաեւ սահմանադրության տառին համապատասխան գործընթացը կյանքի կոչելու, որի արդյունքում պետք է շահի Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիները։ Հնարավոր է հետո պետությունը դա փոխանցի այլ մասնավորի, թե հենց պետության կառավարմանն էլ կմնա։ Ես չեմ կարող այդ մասով մեկնաբանել, որտեղ իրավասու չեմ նախ մեկնելու, բայց քաղաքական որպես ընկալում պետությունը կարող ինքը կառավարի, իրավասու է նաև օպերատորի մրցույթ հայտարարի, իրավասու է նաև պետական մասնաբաժին պահի, որպեսզի կառավարման բովանդակային մասով, արդյունավետության մասով ներազդելու գործակազմ ունենա։ Այ մնացածը հնարավոր է փոխանցի մասնավորը։ Ոչինչ չեմ բացառում։ Ես խնդրում եմ հանկարծ վերնագրեր չդնեք, ես խնդրում եմ վերնագրեր չդնեք, որովհետև չեմ բացառում ոչինչ, բայց որը որոշում այս պահին ինձ հայտնի չէ։ Նարեկ Նալբանդյանը լավ տեխնատու է։ Ես չեմ մեկնաբանում անձանց, ես խնդրում եմ երևույթների մասին հարցեր տվեք, վերջին հարցը, շնորհակալություն։ Աննա Հակոբյանի կրթվելը նորաձևը շարժումը ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց եւ այնպես վարչապետի տիկինը լիազորված չէ եւ ԿԳՄՍ-ով էլ, հա, իրեն որևէ լիցենզիա տրված չէ նման արշավ իրականացնել։ Եվ այդ գումարները տրվում են կառավարության կողմից։ Արդյոք սա պետական գումարների վատնում չէ եւ ՊՎԾ-ն ինչ է անում այս ուղղությամբ։ Այդ հարցի մասով կարող եք ձեր հարցադրումն ուղղել վարչապետի աշխատակազմին։ Բայց դուք որպես պետական վերահսկողական ծառայությունը գործունեություն է ծավալում ՊՎԾ մասին օրենքի համապատասխան վարչապետի հանձնականների ծառայություն մուտքագրված հանրագրերի դիմում բողոքների կամ ծառայությունում վերհանված ռիսկերի վերլուծության արդյունքներով։ Այդ մասով որևէ գործընթաց այս պահին առկա չէ, որևէ ռիսկային մեր ռիսկերի մեթոդաբանության այդ փաստաթղթի չափորոշիչներով որևէ ռիսկային ծախս այս պահին մեզ հայտնի չէ։ Դուք կարող եք ձեր գրավոր հարցադրումներ թե վարչապետի աշխատակազմին, թե պետական վերահսկողական ծառայությունը ձեզ պատշաճ մենք կպատասխանենք։ Ձեզ անհանգստացնում է որպես հարկատու, ձեզ
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։